Սիրելի իմ ժողովուրդ, տեսեք ինչպիսի ծաղիկ ունի սերկեֆիլը։ Բոլորս գիտենք, որ սերկեֆիլը չափից ավելի առողջարար է օրգանիզմի համար, եթե այն նույնիսկ տտպող համով կարելի է ջեռոցում դնել եւ ունենալ հրաշք միրգ իր բուժիչ հատկություններով։ Իհարկե հիմա կա սերկեֆիլի մի քանի տեսակներ, որոնք հանգիստ կարելի է օգտագործել, այն չի խեղդում, բայց եթե խեղդում է, խեղդողը էլ ավելի լավ է, որովհետև այն ունի չափից ավելի բուժիչ հատկություն, աղեստամոքսային տրակտի համար կարգավորելով եւ վերացնելով վիրուսները, իջեցնում է խոլեստերինի քանակը, նույնիսկ եթե կա հազ, եթե կա խորխ, ինչ պետք է անենք, պետք է այդ սերկեֆիլի մեջ փորենք, մեջը լցնենք իհարկե մեղր, մաքուր անարատ, մի որոշ ժամանակ անց այն դառնում է ջրային մասսա եւ օգտագործել 1 ճաշի գթալ օրը 5-6 անգամ սոված վիճակում եւ մենք ձերբազատվում ենք հազից կամ ջեռոցում կարող ենք դնել, մեջը նույնպես մեղր լցնել եւ նույն ազդեցությունն է ունենում։ Իհարկե նաեւ ուզում եմ ասել, դա բոլորը գիտեն, բայց շատերը չգիտեն, որ սերկեֆիլի հենց այս պահի համար եմ ուզում ասել, տերևները, որը փոքր է, որը չափից ավելի նուրբ է, այն հավաքում եք, դնում որևիցե հովտեղ եւ օդ խաղացող արևի ճառագայթներից հեռու եւ այն նույնպես ունենում է իր բուժիչ հատկանիշները օրգանիզմի վրա։ Այն կարգավորում է եւ բրոնխների ֆունկցիան, եւ թոքերի ֆունկցիան, եւ աղեստամոքսային տրակտի վիճակը լավացնում է եւ ամենակարևորը այն կարգավորում է լյարդի աշխատանքը, այսինքն եթե խնդիր կա լյարդի հետ կապված, ապա այն անցնելով լյարդի միջով բուժում, կարգավորում է իհարկե յուրաքանչյուր այն, որ ես ասում եմ բաղադրատոմս, պետք է սննդակարգը պահպանել, բայց իմ շատ սիրելի ժողովուրդ, եթե մի փոքր գերեք, եթե քաշի ավելացուկ կա, կամ տղամարդկանց մոտ փոր մի փոքր ավել, այդ նշանակում է, որ լյարդը ինչ որ չափով փոքր-ինչ կամ ճարպակալած է, կամ մեծացած է, դրա համար պետք է դիմել գաստրոենտերոլոգին, որպեսզի հրաշալի դեղորայքային ձևով իրենք կարող են բուժումը իրականացնել եւ խնդիրը վերացնել։ Այնուհետև պրոֆիլակտիկայի նպատակով արդեն սկսում ենք մենք խմել թուրմը։ Իսկ եթե երիտասարդ եք, մինչև 25, 30, 35 տարեկան, ապա պրոֆիլակտիկայի նպատակով հենց այդ ժամանակ պետք է սկսել այսպիսի թուրմեր, որպեսզի չթողնենք հիվանդությունը գլուխ բարձրացնել, չէ՞ որ հիվանդությունը եթե կա, բուժել ավելի դժվարանում է։ Իսկ պրոֆիլակտիկայի համար նաև ես չեմ ուզում ասել այսպես, որովհետև դեռ նոր է ծաղկել, բայց եթե մի փոքր արդեն մի քանի օր անցնում է, մենք կարող ենք այս ծաղիկները պոկել, եթե արդեն զգում ենք, որ պետք է թափվի, կամ եթե թափվում է գետնին, տեսեք գետնի վրա ոչ մի հատ դեռ չկա, կամ եթե թափվում է գետնին, այն արդեն աստիճանաբար նաև չորանում է։ Տանում ենք այդ նոր թափված տերևները, փռում ենք որևիցե մի տեղ սեղանի վրա եւ չորացնում։ Տարին 12 ամիս պահում ենք պահոցում եւ օգտագործում թեյի տեսքով, ինչու՞ չէ, թեյի տեսքով։ Մի օր կարելի է սերկեֆիլի տերևների թեյ, մի օր կարելի է վարդի մասուրի տերևներով, մի օր կարող ենք ծիրանի տերևներով, մի օր կարող ենք բալի տերևներով եւ յուրաքանչյուր անգամ մենք օգտագործելով մեր օրգանիզմը պահում ենք առողջ եւ լինում ենք երկարակյաց։